Аллилуйя. Немножко о себе. Մի փոքր պատմեմ իմ մասին։ Я родился в России, Ես ծնվել եմ Ռուսաստանում, но в 93 году բայց 93 թվականին мне нужно было уехать в Америку. ես պետք է գնայի Ամերիկա։ Я не хотел. Չէի уզում։ После Горбачева пришел Ельцин. Գարբաչովից հետո Ելցինը Пришла եկավ, свобода. եկավ Я ազատություն, проповедовал Евангелие. եւ ես ավետարանն էի Хорошее время քարոզում։ было. Շատ լավ ժամանակ էր։ Меня пригласили на конференцию в Абакан. Աբականում մի կոնֆերանսի ինձ Я հրավիրեցին, приехал с опозданием եւ ես ուշացած գնացի։ и запарковался вот там на последней лавочке. Եվ կայան եւ վերջին նստարանում նստեցի։ Я не знал этого проповедника, Ես այդ քարոզիչին չէի Он был такой маленький ճանաչում։ дедушка. Փոքրիկ տես փոքրահասակ քարոզիչ но էր, как Божий динамит. բայց Աստծո դինամիկի Он նման էր։ проповедовал. Նա քարոզում էր А կրակոտ, потом смотрит на меня. հետո նայում է ինձ, Говорит, Holy Spirit, talk to you, my son. ասում է իմ որդի, Սուրբ Հոգին խոսում է քեզ հետ, Я тебя скоро поведу в дальнюю страну. որ հերավոր երկիր եմ քեզ տանելու, И там тебя подниму. եւ այնտեղ քեզ պիտի И ты բարձրացնեմ, исполнишь то слово, եւ դու կհիշես այն которое խոսքը, я обещал твоим родителям. որը ես խոստացել եմ քո ծնողներին։ Я посмотрел по сторонам. Ես նայեցի իմ շուրջ բոլորը, Никого не было. ոչ ոք չկար։ Думаю, все, Америка есть Америка. Մտածում էի դե Ամերիկան Ամերիկա Второй է։ раз. Երկրորդ անգամ, Это был Лестер Самрал. արդեն դա Լեստեր Սամրալն էր, И за короткое время եւ կարճ ժամանակի մեջ мне нужно было оставить Россию ես պիտի թողնեի Ռուսաստանը и приехать в Америку. եւ գնայի Ամերիկա։ Я начал в Сакраменто, Ես սկսեցի Калифорния, Սակրամենտոից, учил Կալիֆոռնիայից, английский язык. սովորեցի անգլերեն И լեզուն пришло время, եւ եկավ когда его ժամանակը, выучил, որ եւ սովորեցի и անգլերենը в Китае произошло землетрясение. եւ Չինաստանում մեծ երկրաշարժ եղավ։ И мы в Сакраменто собрали деньги. Սակրամենտոյում մենք փող հավաքեցինք, Я и еще 3 пастора со мной. ես եւ հետս 3 Мы հովիվներ полетели в Пекин, թռանք Պեկին, после в Харбин. հետո Խարբին И нашли գնացինք переводчика. եւ այնտեղ մի թարգմանիչ գտանք Он привел нас в подпольную церковь. եւ մեզ տարավ ընդհատակյա մի Это была եկեղեցի։ Пятидесятнинская церковь. Դա 50-ական եկեղեցի էր։ И когда мы встретились ночью с епископом, Եվ երբ որ гիշերով հանդիպեցինք передали им եպիսկոպոսին, наши благословения, մեր օրհնությունը փոխանցեցինք и он сказал, скажите каждой себе, եւ ասեց ամեն մեկին откуда и кто вы? մեզ ասեք ամեն մեկը ձեր մասին ովքեր եք դուք, որտեղից եք դուք։ Кто-то хвалился, у него большая церковь, Նա բարձենում էր, որ մեծ եկեղեցի ունի, кто-то говорил, что у них большие деньги, ինչ որ մեկը բարձենում էր մեծ փողերով, а наша церковь была небольшая. բայց մեր եկեղեցին այդքան մեծ Я չէր։ только начинал служение Ես նոր евангелиста. էի սկսում ավետարանչի ծառայությունը։ Я говорю, у меня нету медалей, Ասեցի, ես մեդալներ չունեմ, я в тюрьме не сидел, ես բանտ չեմ նստել։ просто мои родители, Ուղղակի իմ ծնողները и папа, и мама, եւ մամաս եւ оба պապաս сидели в тюрьме երկուսն էլ բանտում են за веру в նստել։ Бога Հավատքի համար Աստծո по 10 лет. 10 տարի ամեն По մեկը 10 лет. 10 տարի Мой отец իմ հայրը сидел в камере с Виктором Ивановичем Белыхом, который рукополагал вашего епископа. իմ մի խուցի մեջ էր նստած մեկի հետ, որը մեր եպիսկոպոսին ձեռնադրել է։ Вы знаете, и пришло время, когда этот местный говорит, Հովինա ձեռնադրել։ говорит, Եվ այդ տեղացին ասում է, достаточно. բավական է։ Переводчик не понял, что неправильно. Եվ թարգմանիչը զարմացավ, ինչն Он է говорит, не սխալ։ переживайте. Ասում է՝ մի Мы անհանգստացի։ молились Богу, Մենք աղոթեցինք Աստծուն, и Дух Святой сказал, եւ Սուրբ Հոգին ասեց. я пошлю вам молодого человека. Ես մի երիտասարդի կուղարկեմ ձեզ մոտ։ Примите его в свою команду Ձեր թիմի մեջ ներառեք и նրան работайте с ним, եւ աշխատեք նրա հետ, потому что я его родителям որովհետեւ ես նրա ծնողներին обещал служение խոստացել եմ ծառայություն международного уровня. միջազգային մակարդակի։ После этого Եվ դրանից հետո больше 12 раз 12 անգամից ավել я был в подпольном Китае. ես ընդհատակյա ծառայություն էի Мы անում учили. Չինաստանում Мы եւ մենք проповедовали. սովորեցնում էինք, քարոզում էինք։ Они нуждаются в разъяснении даров Святого Духа. Նրանք կարիք ունեին Սուրբ Հոգու պարգևների մեկնաբանության։ После Бог поселил меня во Вьетнам. Հետո Աստված ինձ տեղափոխեց Վիետնամ И уже 6 лет подряд եւ արդեն 6 տարի շարունակ мы работаем մենք աշխատում в ենք Лаосе. Լաոսում։ Это коммунистическая страна. Կոմունիստական երկիր է դա, Мне повезло. բայց իմ բախտը բերել Я է։ американец, Ես ամերիկացի եմ, но у меня есть и российское гражданство. բայց նաև ռուսական քաղաքացիություն ունեմ։ Я одеваю куфайку Եվ ես իմ վերնաշապիկը Շապочку. հագնում եմ, գլխարկս и հագնում եմ приезжаю в Лаос.
Եվ գնում եմ Լաոս։ И пограничник спрашивает, русский, что ты будешь же делать? Եվ սահմանապահն ասում է, այ ռուս ինչ ես անելու Я ստեղ։ рыбку ловить, я Ասում եմ, пенсионер, ես եկել եմ ձկնորսության, ես թոշակառու եմ։ Но мы ловим рыбу для Господа. Բայց մենք ձուկ ենք բռնում Տիրոջ համար։ Люди каются Մարդիկ и ապաշխարում են находят Иисуса. եւ ընդունում են И Հիսուսին։ сейчас Եվ հիմա я хотел показать вам маленький ролик. ես մի փոքրիկ տեսահոլովակ եմ ուզում ձեզ։ Пожалуйста, поставьте здесь. Thank you so much for this country. Give more freedom. Send this celebration. Open many churches for this country. Thank you so much. When we going to beg, please protect us and bless us. Everything we ask in the name of Jesus Christ. And everybody said loud. Amen.
Allah gândit podul care. 古这个就是的，印度被古说话就是对他， Allah sfârșit. 古啥宝贝的错都到少，古啥宝贝的错都到少嘛， Zis-am reparare. 那你要印度古谁？ Foaia! 他没有一起的少，要没一起少， I give you challenge. 古啥啊？ Challenge. เฉลยนะถ้าไทยได้นะเรารู้นะรู้ว่าจะ After you pray, อย่ากูสาพูดเฉยแล้วก็นะ after you receive Jesus in your heart, 要ก็ถอดตัวเจอก็สาใจของ耶稣ก็ตัวเจอ it will be my brother. 我ก็ตัวเจอแล้วเชีย It will be child of God. แล้วก็สาว่าเจอจอนี่อยู่นะเชียก็มันสายที่ว่าเจอตัวเจอ You can come. ก็สาเรามีเมฆตัวยังว่าเจอตัวเจอ非常重要非常的重要 还有路边走多，路边不能讲，还有追溯，路边不能讲，还是多。啊，我跟超主耶稣，我见了的啊，刚只小路边的，我跟了刚老姐姐，要不见他的他。 Amen. Praise the Lord. Аллилуйя. Հարկ Տիրոջը։ Это делает Бог в этой коммунистической стране. Կոմունիստական երկրում Աստված գործում է։ Поэтому нам пришлось выехать за город 3 часа. Մենք ստիպված էինք քաղաքից դուրս գնալ 3 ժամ И там проводили этих 10 дней. եւ այնտեղ 10 օր անցկացրեցինք։ Слава Богу. Փառք Տիրոջը։ Я думаю, что операторы нам помогут. Ես կարծում եմ, որ օպերատորները մեզ Пожалуйста, կօգնեն ребята, поставьте проповедь. եւ խնդրում եմ, որպեսզի այդ Я хочу поделиться важным словом. շատ կարեւոր խոսքով եմ ուզում այսօր կիսվել։ Вы внимательно слушайте? Դուք ուշադիր եք լսում։ Если сосед уснул, просто Եթե կողքինդ քնած է, Wake up, wake up. հրի ասա վեր do not կաց, sleep, not yet. վեր կաց դեռ մի քնիր։ Я верю, что это слово от Господа. Ես հավատում եմ, որ դա խոսք է Տիրոջից։ Я верю, что Дух Святой Հավատում եմ, որ Սուրբ сегодня нас Հոգին собрал вместе. այսօր միասին մեզ И մեկտեղ что-то հավաքել важное է։ хочет сказать тебе. Եվ շատ կարևոր բան է ուզում ասել Возможно, հենց ты в քեզ։ проблеме. Возможно, ты в проблеме. Գուցե դու խնդրի մեջ ես։ Возможно, ты ищешь ответа. Գուցե դու պատասխաններ ես փնտրում։ В интернете ты его не найдешь. Համացանցում դու այդ պատասխանը չես գտնի։ Но у нас есть Небесный Отец, Բայց մենք ունենք երկնային Հայր, который любит нас. որը մեզ սիրում է։ Мы дети. Մենք նրա զավակներն Я ենք։ очень люблю Армению. Ես շատ եմ սիրում Հայաստանը։ Мой отец первый раз был здесь. Իմ հայրը առաջին անգամ եղավ У այստեղ։ него был здесь замечательный друг, пастор Оксан. Եվ նա ուներ մի հրաշալի ընկեր Հովիվ Օքսենը։ И мне отец говорил, как он там в колодец лазил, Григория там и так дальше. Я был Եվ маленький. պապաս պատմում էր ոնց է մտել Գրիգոր Լուսավորիչի այդ փոսի մեջ։ Я сказал, если будет время, Եվ ես ասացի, եթե ժամանակ я ունենամ, обязательно приду. ես էլ եմ գալու Հայաստան։ И долгое время я был в Сакраменто. Երկար տարիներ եղել եմ И там Бог Սակրամենտոյում։ открыл мне двери. Եվ այնտեղ Աստված дырներ И բացեց։ я был ինձ уже, համար։ возможно, раз 6 в Армении. Արդեն երևի թե 6 անգամ է եղել եմ У меня Հայաստանում։ много здесь хороших, прекрасных пастырей. Եվ ես ունեմ հրաշալի հովիվներ այստեղ։ В том числе и вас замечательный пастор. Եվ այդ թվում նաև ձեր հրաշալի հովիվը։ Поэтому сегодня Դրա համար я не այսօր хочу много распыляться, ես չեմ ուզում շատ но хочу տարածվել, сказать тебе слово от Господа. բայց ուղիղ քեզ խոսք եմ Сегодня ասում Господь Աստծուց։ очень хочет что-то тебе сказать. Այսօր Աստված շատ է ցանկանում քեզ ուղիղ խոսք ասել։ Oops. Can you help me, please? Խնդրում եմ օգնեք։ Да, ինձ։ пожалуйста, что-то ремонт-контроль не работает, ребята. Չի աշխատում այս վահանակը։ Very good. Oh, sorry, too much. Назад. То, что мы будем сегодня читать. Да, да, все сзади тебя. Աստծո խոսքն է։ Назад, назад, ребята, пожалуйста. Очень Հետ внимательно. մի Не հատ убегайте մի- оттуда, сидите до Խնդրում конца. եմ մնացեք Хорошо. այդտեղ, Итак. որպեսզի Тема проповеди. այսպիսով այսօրվա քարոզի թեման է։ И было слово Господне ко мне. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ։ Еремия, Երեմիա, что ты видишь? ինչ ես տեսնում։ Я верю,
Ես что հավատում եմ, сегодня этот вопрос որ այս հարցը այսօր Дух Святой говорит тебе, Սուրբ Հոգին հենց քեզ է что ты ուղղում։ видишь. Ինչ ես դու տեսնում։ Бог проверяет наше зрение. Աստված ստուգում է մեր տեսողությունը։ Это очень важно. Սա շատ կարևոր է։ Когда мы получаем права, Երբ որ մենք իրավունք ենք ստանում, наше зрение проверяет, մեր վարորդական իրավունքի ժամանակ մեր տեսողությունը ստուգում են, чтобы мы не были дальтониками, որպեսզի հանկարծ դալտոնիկ չգտնվենք, чтобы не путали свет. որպեսզի լույսերը չկարողանանք չտարբերել։ Итак, Бог проверял пророков. Այսպիսով Աստված ստուգում է մարգարեին։ Он проверил Еремию. Նա Երեմիային քննում զննում է։ И Еремия говорит, Եվ Երեմիան ասում է. я вижу Ես տեսնում եմ, жест миндального света. նշենի գավազան եմ տեսնում И ես։ Бог говорит, верно ты видишь, Եվ Աստված ասում է դու ճիշտ ես ибо я տեսնում, бодрствую над словом своим, որովհետև ես հսկում եմ իմ խոսքի վրա, ես чтобы оно արթուն եմ, скоро исполнилось. որպեսզի այդ խոսքը կատարվի։ Бог проверял зрение пророка. Աստված ստուգում էր մարգարեի տեսողությունը։ Это был Еремия. Դա Երեմիան էր։ Дальше мы с вами смотрим. Հետո մենք տեսնում ենք, Бог проверяет зрение другого пророка. որ Աստված ստուգում է մյուս մարգարեի տեսողությունը։ Ամոս. Ամովսի տեսողությունն է Что ты ստուգում։ видишь? Ասում է, ինչ ես дու տեսնում, Ամովս։ И знаете, он также говорит, Եվ նաև նա ասում է. Господь, я вижу отвес. Տեր, ես Отвес. տեսնում եմ մի կախված բան։ Вот правильно ты видишь? Ասում է, ճիշտ ես տեսնում։ Послушайте, Լսեք, прежде чем посылать пророка на служение, մինչև որ մարգարեին կուղարկի ծառայության Бог Աստված, проверял его зрение. Աստված անպայման ստուգում էր այդ մարգարեի տեսողությունը։ Давайте посмотрим третьего человека. Եկեք երրորդ մարդուն տեսնենք։ Это был Захария. Զաքարյան էր դա։ Захария, а ты что видишь? Ասում է, Զաքարիա, բա դու ինչ ես տեսնում։ И Захария говорит, я тоже вижу. Ասում է, ես էլ եմ Он տեսնում, говорит, что ты Տեր։ видишь? Ասում է, ինչ ես տեսնում, Я Զաքարիա։ вижу светильник. Ես տեսնում եմ մի լուսամփոփ ջրակ И на светильнике я вижу эти чашечки. եւ ասում է 7 ջրակներ եմ տեսնում նրա գագաթին։ И Бог, ты правильно видишь. Ասում է ճիշտ ես տեսնում Զաքարիա։ Обратите внимание, Ուշադրություն դարձրեք։ Бог проверял зрение. Աստված ստուգում էր տեսողությունը։ Почему очень важно? Ինչու է կարևոր։ Люди Божьи Աստծո մարդիկ должны видеть немножко вперед. պետք է ավելի հեռուն տեսնեն։ Вы знаете, мы с вами смотрим место Писания. Գիտեք, մենք այսօր նայում ենք Սուրբ գրքից խոսքեր։ На Валааме был Дух Божий. Գրված է, որ Աստծո հոգին Բաղամի վրա էր։ И Он говорит, Եվ նա ասում է. мы много знаем пророков. Մենք շատ մարգարեների ենք ճանաչում։ Один пророк видит, Մի մարգարեն տեսնում է, другой слышит, մյուսը լսում է, третий понимает. երրորդը հասկանում է, Но у этого пророка была полнота. բայց այս մարգարեի մեջ մի ամբողջություն էր։ Посмотри, Նայիր, он видел, նա տեսնում էր, он слышал, նա լսում и էր он понимал. եւ հասկանում У էր։ него была полнота. Նա ուներ լեցունությունը, Он ամբողջությունը։ он не был израильтянином, Նա իսրայելացի չէր, но Бог его употреблял. բայց Աստված նրան И вот օգտագործում долгое էր։ время Եվ երկար ժամանակ дьявол искал слабое место у него. Սատանան փնտրում էր թույլ կետերը նրա մեջ։ Слабое место. Թույլ կետ, թույլ տեղ։ С нами приехал человек, Մեզ հետ մի մարդ է եկել։ брат Аганес, Օհանես его եղբայրը, жена. նրա կինը։ Я благодарю ему, потому что он водитель. Եվ Он ես вез нас. շնորհակալ եմ նրան, որտեվ նա վարորդ է, նա բերեց մեզ այստեղ։ Четвертый день вместе с нами. Նա 4-րդ օրն է, որ մեզ հետ է։ И мы с ним немножко рассуждали. Եվ մենք նրա հետ զրուցում էինք։ Мы сегодня Մենք այսօր, проверяемся. մենք ստուգվում ենք այսօր։ Иисус сказал, Հիսուսն ասաց. вот идет князь тьмы, Ահա գալիս է խավարի իշխանը, и во мне не имеет ничего. բայց ինձանում նա ոչինչ չունի։ Как насчет тебя? Քեզ հետ ինչպես է։ Как насчет тебя? Դու ոնց Я ես։ верю, что вы хотите пробуждения. Ես հավատում եմ, որ դուք արթնություն եք փափագում, Но вы знаете, բայց գիտեք, армянская Библия говорит, հայկական Աստվածաշունչն ասում է. чистый сердцем Սրտով մաքուրները Бога узрят. կտեսնեն Աստծուն։ Вы живете в хорошей стране. Դուք լավ երկրում եք ապրում И можно позволить себе եւ կարելի է թույլ տալ армянского коньячка. մի քիչ հայկական կոնյակ, Другие вещи. մի ուրիշ բաներ, Вы знаете, а Бог есть свет.
Բայց գիտեք Աստված լույս է։ а в небо ничего нечисто не войдет. Իսկ երկինք ոչ մի պիղծ բան, անմաքուր бан չի մտնի։ Я ученик Иисуса. Ես Հիսուսի աշակերտն եմ։ И если Иисус сказал ученикам, Եվ եթե Հիսուսը իր աշակերտներին ասել է, внимательно слушай, ուշադիր это լսեք։ говорит армянская Библия. Հայկական Աստվածաշնչում է գրված։ Если ты... Дай мне. Я не понимаю, что там написано, Ես չեմ հասկանում հայերեն ինչ է այստեղ но я գրված։ верю. Բայց ես հավատում Я եմ, верю. հավատում եմ, Все, что здесь написано. որ այն ամենը ինչ այստեղ Իսինա։ գրված է, ճշմարտություն է։ Искаган. Ճշմարտություն է։ Я люблю эту Библию. Ես սիրում եմ այդ Աստվածաշունչը։ Поэтому Библия говорит, Դրա համար Աստվածաշունչն ասում է. Иисус обновил учеников. Հիսուսը հավաքեց իր աշակերտներին եւ ասեց. Я Ես не буду больше пить այլևս չեմ խմելու от виноградного плода. որդատունկի բերքից, Ни вино, ոչ ни գինի, пивсо, ոչ գարեջուր, ни армянский коньяк, ոչ էլ հայկական Не կոնյակ, буду։ չեմ խմելու, пока приду в Царство Божие. մինչև որ կգնամ Աստծո արքայություն։ Иисус сказал, не буду. Հիսուսն ասաց. Ես չեմ А խմելու, я его ученик. բայց ես նրա աշակերտն եմ։ Как я должен подражать учителю? Ես ինչպես պիտի նմանվեմ իմ ուսուցչին։ Буду или не буду? Խմեմ թե չխմեմ։ Не буду։ Че? Չէ, Нет, не буду. ոչ, չեմ Очень խմելու։ важно. Շատ կարևոր է սա։ Так говорит армянская Библия. Այդպես է գրված հայկական Поэтому обратите Աստվածաշնչում։ внимание. Դրա համար уշադրություն դարձրու։ Валама купили. Բաղամին գնեցին։ Пришли, принесли много денег. Եկան շատ փող բերեցին։ Я помню, я думаю, что пастор Хачик знает те 90-е годы, Ես կարծում եմ Հովիվ Խաչիկը շատ լավ գիտի 90-ական թվականները, когда Бог открыл двери. երբ որ Աստված դռներ բացեց И к нам в Советский Союз եւ սովետական միության մեջ приезжали шведы, գալիս էին շվեդներ, финны, ֆինանսիներ, англичане. անգլիացիներ, Они пришли в наши церквя. նրանք գալիս էին մեր А мы же такие եկեղեցիներ։ простые ребята. Մենք էլ հասարակ Аллилуйя! տղաներ էինք։ Мы молимся духом. Մենք աղոթում Аллилуйя! էինք Мы հոգով, пророчествуем. մենք մարգարյանում ենք И так громко. եւ այնքան բարձրաձայն И они говорят, եւ իրանք ասում են. мы вам дадим деньги. Մենք ձեզ փող կտանք։ Ты будешь пастор на обеспечение. Դու մատակարարված հովիվ կլինես։ Только громко на языках говорить не надо. Մենակ բարձր լեզուներով մի Люди խոսայ։ боятся. Մարդիկ վախենում են։ Пророчество тоже не надо. Մարգարենություններն էլ Давайте պետք будем չեն։ тихенько. Եկեք սենց Тихенько, լուր մնանք, как на լուր, кладбище. հանդարտ, Тихо, գերեզմանատների նման, սուսանենք։ Мы вам денежки давать будем. Մենք ձեզ փող կտանք։ И некоторые согласились. Որոշները И համաձայնեցին угостили дух. եւ մարեցրին Угостили Սուրբ помазание. Հոգուն։ Մարեցրին И օծությունը Господь отошел. եւ Տերը հեռացավ։ Да, у них большие кошельки, большие деньги. Այո, մեծ դրամապանակներ, մեծ փողեր ունեին։ Fresh money. Այո, թարմ փողեր ունեին։ Но присутствие Духа Святого Բայց Սուրբ Հոգու ներկայությունը отошло. հեռացավ։ Большая голова. Մեծ գլուխ, Большая энциклопедия. մեծ Я знаю то, հանրագիտարան։ другое, третье. Ես գիտեմ առաջինը, երկրորդը, Ну, как երրորդը։ больные были, так и остались. Բայց հիվանդները ոնց կային ընենց մնացին։ Как люди были одержимы бесами, так и остались. Դևերով բռնվածները ոնց կային այնպես էլ Бес մնացին։ себя не боится. Դևերը չէին վախենում Он, նրանից։ Христа я знаю. Ասում է Քրիստոսին գիտեմ И пастора Хачика знаю. եւ Հովիվ Խաչիկին էլ Ամեն գիտեմ։ աղջիկ։ Բա դուք ովքեր եք։ Пьете. Դուք խմում եք, Электронные сигареты курите. էլեկտրոնային սիգարետներ եք ծխում, Фотографии смотрите. պորնոգրաֆիա եք նայում И напал на них. եւ հարցակվեց նրանց վրա։ Поэтому мы должны быть чистыми. Դրա համար մենք պիտի մաքուր լինենք։ Вы христиане. Դուք քրիստոնյաներ եք։ Первые христиане страдали. Առաջին քրիստոնյաները տառապում էին։ Вы перед Богом драгоценные. Դուք Աստծո աչքերում շատ թանկ արժեք։ Но не продавайтесь. Մի ծախվեք։ Палец откуси себе. Քո մատը կծիր, բայց մեղքի մեջ մի գնա։ Аминь. Ամեն։ Давайте будем честными. Եկեք անկեղծ լինենք։ Честными. Ազնիվ Я не լինենք։ богатый пастор, я пенсионер. Ես թոշակառու եմ եւ հարուստ հովիվ չեմ, Ну, $10 дам тебе. բայց $10 քեզ կտամ։ Если ты найдешь мне героя, Եթե дու մի հերոս գտնես ինձ համար, который без глаза, որը աչքեր չունի, без руки ձեռք չունի и без ноги. եւ ոտք չունի, Дьявол его искушал порнографиями. Սատանան նրան փորձում էր Он պորնոգրաֆիայով։ сказал, Եվ глаза նա ասեց.
Я лучше один глаз выколю, Ավելի լավ է մի աչքս հանեմ, но порнографию смотреть не буду. բայց պորնոգրաֆիա չեմ նայի։ Покажите мне этого героя. Ցույց տվեք ինձ այդ Одноглазого. հերոսին։ Մի աշկանի Я հերոս։ хочу с ним сфотографироваться. Ես ուզում եմ նրա հետ լուսանկարվել։ Нету. Չկա այդպիսի հերոս։ Однорукого. Մի ձերքանի հերոս, Грешил. որ մեղք էր գործում, Больше не буду. այլևս Իսկ չեմ ով է գործի։ գրիշիտ։ Բայց նորից գործում է։ Руку себе. Ավելի լավ է ձերքս կտրեմ։ И сказал, вторая рука будет грешить. Եվ ասեց, եթե երկրորդ ձերքս էլ մեղ գործի, Лучше без рук, ավելի լավ է անձերք մնամ, Боже. բայց Աստծո արքայություն Нежели գնամ, двумя руками քան թե երկու ձերքերով и в ад. գնամ դժոխք։ Одноногого я не видел. Մի ոտանի էլ չեմ Одна տեսել, нога в церковь, որ մի ոտը եկեղեցում է, а другая к подруге налево. իսկ մյուս ոտը գնում է շնության։ Вот нога в церковь идет, Մի ոտս գնում է եկեղեցի, а другая в грех тянет. բայց մյուս ոտս քաշում է մեղքի մեջ։ Нету ноги. Պիտի կտրես այդ ոտդ։ Вы таких видели? Դուք այդպիսի մի ոտանիներ տեսել եք։ Это Иисус говорил. Հիսուսն է այդպես ասել, Это գիտեք։ написано в армянской Библии. Գրված է հայկական Աստվածաշնչում, Мы еще не до крови сражались. որ մենք մինչև արյուն թափելու չափ Բայց չենք շունի դկարի։ պատերազմել։ Մենք արյուն Ունաս թափելու есть չափ дети. չենք У պատերազմել։ нас есть внуки, Մենք ունենք թորներ, которые смотрят на тебя. որոնք նայում են Ты մեզ։ герой. Դու Ты любишь հերոս ես, Иисуса. դու սիրում Ты ես молишься. Հիսուսին, դու Ты աղոթում ես, проповедуешь Евангелие. դու քարոզում ես ավետարանը, Или ты живешь за себя. բայց ապրում ես քեզ համար, Одна квартира. որ մի Надо բնակարան вторую. ունեմ։ Մի բնակարան Надо ունեմ, машина. երկրորդը պիտի ունենամ, Надо всё մեքենա хорошо. պիտի унենամ, բարեկեցիկ կյանք ունենամ, Ты будешь все иметь здесь. դու ամեն ինչ այստեղ կունենաս, Но попадешь ли туда? բայց արդյոք կհայտնվես այնտեղ։ Поэтому я бросаю сегодня вызов вам, Դրա համար մարտահրավեր եմ նետում которые меня ձեզ, слушаете. որ դուք ինձ Я с լսում եք։ большой семьи. Ես մեծ ընտանիքից եմ։ Нас было 11. Մենք 11 Я երեխաներ пятый в ենք։ семье. Ես 5-րդն եմ ընտանիքում։ Мама перенесла 6 операций. Մամաս 6 վիրահատություններ է տարել, 4 кесарева. 4 կեսարյան հատում, Но она не продала веру. բայց նա իր հավատքը Она не могла мне չվաճառեց։ дать ваши Юли Кабак или как это называется, мясо. Յուլիակ, հա։ Նա չէր կարողանում մեզ կերակրել քաբաբ։ Мы скудно питались. Մենք շատ աղքատ ենք Но каждый раз քսանվել, она меня обнимала. բայց ամեն անգամ Հանա նա ինձ մալիլաս։ գրկում էր, աղոթում Բոժե, էր, ասում էր Дай Տեր, сыну моему, դուր իմ տղային Живую веру, զորություն, կենթանի чтобы не հավատք, продал тебя. որպեսզի не քեզ променял тебе на չծախի, деньги. քեզ Боже, չփոխի помоги. փողերով, Տեր օգնի։ Я вырос. Եվ ես մեծացա։ Я мой даже беднее вас. Ես գուցե Вы ձեզանից живете в домах. աղքատ եմ։ Я живу в апартментах. Դուք ապրում եք տներում, բայց ես Но я собираю կտուրներում, деньги բայց ես փող եմ и еду в հավաքում։ те страны, Եվ գնում եմ այնպիսի Где беднота. երկրներ, որտեղ աղքատություն где է люди տիրում, падали, որտեղ մարդիկ Где коммунисты разрушили веру. աղքատ են, որտեղ կոմունիստները И мы կործանում несем են Слово հավատքը։ Божие. Եվ ես նրանց Мы խոսք несем եմ տանում։ пробуждение. Մենք արթնություն ենք Мы տանում молимся за այնտեղ։ людей. Մենք աղոթում ենք И մարդկանց Божий гон համար։ приходит. Եվ արդեն տարի է И грех անցնում, уходит. եւ մեղքը հեռանում է, И семьи восстанавливаются. եւ ընտանիքները վերականգնվում են։ Если Бог меня может употреблять, Եթե Աստված ինձ կարողանում է которому օգտագործել, 64 года, որը 64 տարեկան է, я в 17 лет принял водное крещение. 17 տարեկանում ջրի մկրտություն Мне եմ сегодня ընդունել։ 64. Այսօր 64 տարեկան Ну, եմ, я иду вперед. բայց ես առաջ եմ գնում։ Я бросаю молодому поколению. Եվ ես ասում եմ երիտասարդ Учите սերնդին, английский язык. սովորեք անգլերեն լեզու։ Собирайте деньги на билет. Տոմսի համար փող В հավաքեք։ следующий раз я приеду. Հաջորդ անգամ որ Я գամ, хочу вас собрать с собой. ձեզ պիտի հետը Чтобы вы ստանեմ, проповедовали Евангелие. որպեսզի դուք Чтобы ավետարանը вы քարոզեք, спасали людей. որպեսզի մարդկանց փրկեք։ В Армении хорошо. Հայաստանում լավ У է։ вас больше всех церквей. Դուք ունեք շատ եկեղեցիներ։ Вокруг вас Ձեր շուրջը погибают люди. մարդիկ են կործանվում։ Кто понесет Евангелие? Ով պիտի ավետարանը տանի իրենց Поэтому մոտ։ сегодня Дух Святой Դրա համար այսօր Սուրբ Հոգի проверяет ваше зрение. ստուգում է ձեր տեսողությունը։ Я вас очень прошу, Ես ձեզ շատ եմ խնդրում։ не продавайтесь. Մի ծախվեք։ Не продавайтесь. Մի ծախվեք։ Знаете, особенно мы подлежим искушению пастора. Գիտեք, հովիվները բոլորը ենթարկվում են փորձությունների։ Я еду в какую-то страну, Ես գնում եմ մի երկիր, и кто-то говорит, пастор, եւ ինչ որ մեկն ասում է հովիվ, вот тебе $100. քեզ $100 եմ տալիս։ Отдай $100 вдове, Այդ որբևայրուն $100 տուր։ а тебе $20 на кофе. Իսկ քեզ $20 սուրճի И я համար։ пастор. Եվ ես հովիվ եմ։ Ух, я проповедую. Ես Я քարոզում եմ։ езжу.
Ես գնում только 20, մենակ 20 դոլար, надо поделить. պիտի կիսեմ։ Я беру себе 60 Եվ ես վերցնում եմ այդ 60-ը ինձ и 60 иду вдове. եւ 60-ն եմ տալիս որբևայրուն։ Все нормально, хорошо. Ամեն ինչ լավ է, լավ Током է։ меня не убило, Ինձ տոկը չխփեց, но помазание չսպանեց, отходит. բայց օծությունը հեռանում է։ Армянская Библия говорит, Աստվածաշունչը մեր հայկական ասում է. всякая неправда Ամեն անօրենություն есть грех. մեղք է։ Ничто нечистое Ոչ մի անմաքուր բան в небо не войдет. երկինք չի կարող մտնել։ Аминь. Будьте Ամեն։ честными. Ազնիվ եղեք։ Если дали вдове, Եթե որբևայրու Ատայ համար է վդավե։ տրված, տարտուր Если որբևայրու։ դալի տիբե, Եթե քեզ это են твое։ տվել, ուրեմն դա քոնն не է։ гори на мелочах, Մի մանրացի, не гори на мелочах. մի մանրացի, Будет больно. ցավ կապրես։ В аду будут великие грешники. Դժողքում կլինեն մեծ մեղավորներ, А ты больших грехов не делал. բայց դու մեծ մեղքեր չես գործել։ А там просто брехал. Դե ուղղակի մի քիչ սուտ ես խոսացել։ А там что-то себе приватизировал. Մի բան էլ քեզ է սեփականացրել։ И так дальше. И Եվ останешься. այդպես շարունակ դու կմնաս։ Поэтому этот человек, Դրա համար այս մարդը, Валаам, բաղը, он говорит, я падаю. ասում է ես ընկնում եմ։ Почему ты падаешь? Ինչու ես դու ընկնում։ Глаза закрыты. Աչքերս փակ են, Глаза закрыты. իմ աչքերը փակ են։ Итак, я подхожу к главному. Ես մոտենում եմ գլխավորին։ Христианин, что ты видишь сегодня? Քրիստոնյա, ինչ ես դու այսօր տեսնում։ Что ты сегодня видишь? Այսօր ինչ ես дու տեսնում։ Итак, Библия говорит, Այսպիսով Աստվածաշունչն ասում է. есть плюс, Կա պլյուս есть минус. եւ կա մինուս, Есть положительное, կա դրական есть отрицательное. եւ կա բացասական։ Армянская Библия говорит, Հայկական Աստվածաշունչն ասում է. побеждающий наследует все. Հաղթողը կժառանգի ամեն բան։ Я буду ему Богом. Ես կլինեմ նրա համար Он будет мне Աստված сыном. եւ նա կլինի ինձ համար որդի։ На какой ты стороне? Որ կողմից ես դու։ Ты сегодня побеждаешь грех Արդյոք դու այսօր հաղթում ես մեղքին, или проигрываешь? թե պարտվում ես։ Обрати внимание особенно. Ուշադրություն դարձրու առանձնահատուկ ձևով։ И низвержен был клеветник, Եվ ասма վայր ընկավ который չարախոսը, клевещет на наших братьев день и ночь. որը գիշեր ու ցերեկ մեր եղբայրներին չարախոսում է, И они победили его. եւ նրանք հաղթեցին նրան։ Как хорошо, Ինչ լավ է, когда ты побеждаешь. երբ որ դու հաղթում ես, Когда ты побеждаешь. երբ որ дու հաղթում ես, Но обрати другое слово. բայց ուշադրություն դարձրու մյուս խոսքին։ И дано было сатане Եվ սատանային տրված էր вести войну. պատերազմել, Обрати внимание, ուշադրություն դարձրու, не с грешниками, ոչ թե մեղավորների հետ, а со святыми. այլ սուրբերի հետ И պատերազմել победить их. եւ հաղթել նրանց։ Победить их. Հաղթել Слушай, նրանց։ или ты сегодня побеждаешь, Կամ այսօր դու հաղթում ես, или ты проигрываешь. կամ дու պարտվում ես։ На какой ты стороне? Որ կողմում ես Что դու, ты сегодня видишь? ինչ ես այսօր դու Или տեսնում։ победу, Կամ հաղթություն, или проигрыш. թե պարտություն ես Где տեսնում։ ты сегодня? Որտեղ ես դու այսօր։ Некогда Бог сказал, Адам, Աստված ասում է Ադամ, где ты? ուր ես։ Сегодня Дух Святой говорит, где ты сегодня? Այսօր Սուրբ Հոգին քեզ է ասում, ուր ես դու այսօր։ Ты побеждаешь грех, Դու հաղթում ես մեղքին, или ты проигрываешь? թե դու պարտվում ես։ Где ты сегодня? Ուր ես դու այսօր։ Что видишь ты сегодня? Ինչ ես դու այսօր տեսնում։ Давайте дальше посмотрим. Եկեք հետոն նայենք։ Знай, Իմացի, последние времена наступят тяжкие. որ վերջին օրերը շատ ծանր են լինելու։ Люди будут горды, надменны, беспечны, равнодушны. Մարդիկ կլինեն հպարտ, անձնասեր եւ Ты сегодня անտարբեր։ видишь, Ինչ ես Ой, դու Боже այսօր мой. տեսնում։ куда я попал. Այսօր եմ Кругом հայտնվել ես։ воровство, Ամեն ուր այդ предательство. գողություն է, Господи, դավաճանություն тяжелое է։ время. Տեր Աստված, ես ինչ ժամանակներ են։ А Господь говорит, Իսկ Տերն ասում է քեզ. посмотри немножко в другую сторону. Մի ուրիշ կողմ նայիր։ Посмотри в другую сторону. Նայիր մյուս կողմ И будет եւ кլինի, в последние дни. որ հետին օրերումը Я изолю от Духа Моего ես իմ հոգուցը на կթափեմ всякую плоть. ամեն մարմնի վրա Юноши будут видеть видения. եւ երեխաները պիտի Дочери будут տեսիքներ пророчествовать. տեսնեն, աղջիկները պիտի Старцы будут մարգարյանան сны получать. եւ ծերերը պիտի երազներ տեսնեն։ Что ты видишь сегодня? Ինչ ես դու այսօր տեսնում։ Слушайте, Լսեք, это обетование այս խոստումները и то, и другое.
Եվ այն написано в этой армянской Библии. գրված է այս հայկական В этой Библии. աստվածաշնչում, այս Но աստվածաշնչում, на чем твой взор? բայց ինչի վրա է ուղված քո հայացքը, На негативном բացասական баների или վրա, на позитивном? թե дրական բաների վրա, Что ты ждешь? ինչ ես դու սպասում, Что ты видишь сегодня? ինչ ես այսօր դու տեսնում, Ой, тяжелое время. այս ծանր Экономика рушится. ժամանակներում, որ տնտեսությունը ընկնում Я է, сегодня здесь. ես այսօր Только այստեղ один եմ, вечер. միայն մեկ И երեկո, хочу тебе сказать вернейшим пророческим словом от Господа. եւ ես ճշմարիտ մարգարեական խոսք եմ ուղում քեզ, Не смотри, что происходит в политическом мире. մի նայիր քաղաքական աշխարհում ինչ է կատարվում, Люди говорят, ой, все, экономика упадет. մարդիկ ասում են, «Ո մեր տնտեսությունն անկում է ապրում», Я не верю всему. ես չեմ հավատում, Я верю этой Библии. ես հավատում եմ Послушай Աստվածաշնչին, внимательно. Աստվածաշնչին Я եմ не могу ее հավատում, читать, ես չեմ կարող այն но я верю в կարդալ, все, что написано. բայց ես հավատում եմ Если ты не գրվածքին, веришь армянской Библии, եթե դու չես հավատում հայկական я верю. Աստվածաշնչին, Я ее возьму с собой. ես հավատում եմ, Я ես буду կվերցնեմ спать. այն ինձ հետ, ես И под подушкой կքննեմ, будет у меня Библия. եւ բարձից տակ կդնեմ այս Աստվածաշունչը, говорит. եւ այդ խոսքն Библия ասում армянская է, говорит, հայկական Աստվածաշունչն ասում է, как было в дни Ноя. ինչպես եղավ Նոյի օրերում, Послушай внимательно. լսիր ուշադիր, Ели, ուտում էին, пили, խմում էին, покупали, գնում էին, продавали, ծախում էին, строились, կառուցում էին, женились, ամուսնանում выходили էին, замуж. ամուսնանում էին, Так будет. այդպես կլինի, Так будет. այդպես կլինի, Пока Христос не придет. մինչև որ կգա Քրիստոս, Кто тебе сказал, ով է քեզ ասել, что экономика рухнет? որ տնտեսությունը Кто պիտի сказал? անկում ապրի, ով է ասել, Армянская Библия говорит так, Աստվածաշունչը հայկականն ասում է այսպես, как было в дни Ноя. ինչպես եղավ Նոյի օրերում, Так будет до пришествия Иисуса. այնպես էլ կլինի մինչև Հիսուսի գալուստը, Не читай Ромео и Джульетта. մի կարդա Ռոմեո Не смотри Ջուլիետային, интернет. համացանցը մի նայիր, Там ложь. այնտեղ ամեն ինչ սուտ է, Читай армянскую Библию. կարդա հայկական Չիտա Աստվածաշունչը, Բիբլիա։ կարդա Она Богом Աստվածաշունչը, вдохновлена. նա Աստծո հոգով В ней есть ներշնչված Дух է, Божий, Дух Божий в ней. Աստծո հոգին է նրա Дух մեջ, Божий. Աստծո հոգին, Поэтому что ты сегодня видишь? դրա համար ինչ ես դու այսօր Дух տեսնում, Божий. Աստծո հոգին, Сегодня очень переживать за тебя. այսօր անհանգստացած է քո համար, Ты близорук. որ դու կարճատես ես, Ты не видишь наперед. դու չես տեսնում հեռուն, Сегодня дьявол այսօր սատանան заполняет наш разум մեր մտքերը լցնում է негативной информацией. բացասական տեղեկատվությամբ, Нам в Америке писали. մեզ Ամերիկայում գրում էին, Каждый пенсионер յուրաքանչյուր получит թոշակառու $2000. պիտի ստանա 2000 Նոյեմբերի։ դոլար նոյեմբերից, Вот вам крест получит. ես ազնիվ եմ ասում, ահա ձեզ խաչը, որ պիտի ստանան, Брешут. նրանք խափում По են, сей день, декабрь, никто ничего не получил. արդեն դեկտեմբերն է այդ 2000 դոլարը ոչ ոք չի ստացել, Бабушки рот открыли, տատիկները բերանները баց ուզում а են, жар птиц улетела. բայց այդ թրջունը գնաց արդեն, Не верьте телевидению. մի հավատացեք Не верьте новостям. հեռուստատեսությանը, մի հավատացեք լուրերին, Верьте армянской Библии. հավատացեք հայկական Աստվածաշնչին, Верьте армянской Библии. հավատացեք հայկական Աստվածաշնչին, Я смелый человек. ես շատ Если համարձակ у тебя есть մարդ եմ, Библия армянская, եթե դու ունես հայկական Աստվածաշունչ, а ты не веришь в нее, իսկ դու չես հավատում я նրան, приду, заберу полный чемодан, насобираю ես и կգամ այդ уеду в Америку. Աստվածաշնչերը կհավաքեմ ճամպրուկիս մեջ ու կտանեմ Ամերիկա, Я не понимаю ее, ես չեմ հասկանում но я հայերեն, верю всему, что написано. բայց հավատում եմ ամեն գրվածքին, Очень важно, շատ կարևոր է, поэтому очень важно. դրա համար շատ Что կարևոր ты է, видишь сегодня? ինչ ես դու այսօր տեսնում, Что ты видишь сегодня? այսօր ինչ ես դու տեսնում, Вы знаете, мы с вами читаем Даниила. մենք կարդում ենք ձեզ հետ միասին Դանիելի մարգարեությունը, Там написано, что в последнее время այնտեղ գրված է, որ վերջին օրերում святые люди Божьи Աստծո սուրբ մարդիկ будут охладевать. պիտի սառեն, У них сила будет не свергаться. իրենք ուժասպար կլինեն, Так Даниил видел откровение. Դանիելը մի հայտնություն է Это տեսնում, негативная реакция. այդ բացասական արձագանքը, Но есть и другое. բայց կա նաև մյուս Послушай կողմը, внимательно. լսիր Что ուշադիր, говорит армянская Библия? այնինչ ասում է հայկական Աստվածաշունչը, Народ Божий Աստծո ժողովուրդը усилится պիտի ուժովանա и будут действовать. եւ կգործի И будут действовать. եւ կգործի,
Где ты сегодня? Որտեղ ես դու Что ты այսօր։ видишь сегодня? Ինչ ես դու այսօր Или տեսնում։ негатив? Կամ բացասական Или բաներ, positive։ կամ դրական բան։ Где ты сегодня? Ուր ես դու այսօր։ Поэтому очень сегодня Դրա համար այսօր Дух Святой переживает Սուրբ Հոգին անհանգստանում է и քեզ задает համար тебе вопрос. եւ քեզ հարց է տալիս։ Сын мой, Որդիս, моя дочь, դուստերս, что ты видишь сегодня? այսօր ինչ ես дու Господи, տեսնում։ Տեր, мои дети неверующие. իմ երեխաները անհավատ են։ Дьявол взял моих детей. Սատանան գողացել է իմ Их сердце երեխաներին։ нету. Իրենք եկեղեցում Что չեն։ делать? Ինչ անեմ ես։ А Бог говорит, Իսկ Աստված ասում է. слушай, Լսիր, верь Господу հավատա Տիրոջը и спасешься ты եւ կփրկվես դու и весь твой дом. եւ քո ամբողջ տունը И весь твой дом. եւ քո ամբողջ տունը։ Аллилуйя! Հալելույա։ Я уже говорил свидетельство свое. Ես արդեն իմ վկայությունը պատմել եմ։ Мои родители не могли дать мне образование. Իմ ծնողները ինձ կրթություն Не могли չկարողացան купить տալ։ мне машину. Ինձ համար մեքենա չկարողացան գնել։ Мы вырастали очень бедно, очень бедно. Մենք ծայրահեղ աղքատության մեջ ենք մեծացել, Но каждый раз բայց амեն անգամ папа и мама молились за меня. մամաս պապաս աղոթում էին ինձ համար։ Папа мой проповедовал. Իմ папան քարոզում էր, И знаете, мне было как больно. եւ գիտեք ինչ ցավ էր, Старший сын որ ավակ որդին пошел в армию գնաց բանակ и стал в армии потихоньку курить. եւ սկսեց ընդեղ ծխել։ Когда пришел с армии, Երբ որ վերադարձավ папа говорит, բանակից, пойдем на собрание. պապաս ասեց, արի Ой, գնանք папа, պաշտամունքի, я ասեց, работу буду искать. պապա ես պետք է աշխատանք գտնեմ Стал уходить. եւ հեռանում էր։ И моему отцу, как пастору, Եվ իմ papan որպես հովիվ приходили люди, негодные люди. գալիս էին հորս մոտ անպիտան И մարդիկ։ говорили, ты проповедуешь хорошо, Եվ ասում էին, լավ ես եք հարոզում, а вот твой сыночек բայց քո որդին неверующий. անհավատ է։ Надо его исправлять. Պետք է իրանց շտկես։ Оставай пасторское служение. Թող քո հովվական Отец хотел ծառայությունը։ это сделать, Papas ուզում էր անել но դա, Дух Святой сказал, не делай это. բայց Սուրբ Հոգին ասեց ոչ չանես, Ты не спаситель. որ դու չես փրկիչը։ Он спасет. Նա է փրկիչը։ Он спасет людей своих Նա իրեններին կփրկի от грехов их. իրենց մեղքերից։ И пришло время. Եվ ժամանակը Один за եկավ։ другим. Մեկը մյուսի Ստալի հետևից կայսը։ սկսեցին ապաշխարել։ Последний мой брат, Վերջին իմ եղբայրը Богдан. Բագդանը Его назвали Богом Дан. Բագդան ռուսեն թարգմանված նշանակում է տրված է Աստծուց։ Он пошел в пьянку. Գնաց հարբեցության մեջ։ Ни кнутом, ни пряником. Бесполезно. Ոչ պլետով, ոչ ծեծով հնարավոր չէր ուղղել։ И мама уже была старенькая. Մամաս արդեն տարեց էր։ Я помню каждый раз. Ամեն անգամ հիշում եմ, Она становилась у своей кровати. ասես կանգնում էր իր անկողնու мոտ И целый час стояла на коленях, молилась. եւ հաճախ իր ծնկների վրա И աղոթում Дух էր։ Святой сказал, Եվ Սուրբ Հոգին իրեն ասաց. дочь моя, Դուստրես, ты прошла тяжелый путь. դու այնքան դժվար ճանապարհ Ты ես была անցել։ верна мне. Դու հավատարիմ ես եղել Все ինձ։ твои дети Քո բոլոր երեխաները будут служить тебе. պիտի ծառայեն ինձ։ Когда мама умерла, Երբ որ մամաս մահացավ, была последняя песня. վերջին երգը եղավ։ Ее пели бабушки. Տատիկներն էին երգում։ Мамочка моя, Իմ մաման, милая моя. իմ սիրելի մաման, Мой брат, который стоял, իմ եղբայրը, որը кանգնած էր, вдруг на него сошел Дух Божий. հանկարծ հենց այդ ժամանակ Աստծո հոգին Он упал իջավ на колени. իր վրա եւ նա ծնկների И в վրա одно անկավ мгновение, вот так, եւ в одно мгновение ակնթարթում Бог его простил. Աստված իրեն ներեց, Очистил, մաքրեց, осветил, լուսավորեց, родил свыше. սրբացրեց, վերստին И сегодня он ծնեց служитель Божий. եւ այսօր նա Աստծո ծառան է։ Верь Господу! Հավատա Верь Տիրոջը, Господу! հավատա И Տիրոջը, спасется ты! И спасется ты! կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Вот сегодня твоих здесь нету. Գուցե քոնոնք այսօր Господи, այստեղ что չեն։ делать? Տեր ինչ անեմ ես։ Я тебе хочу сказать, Ուզում եմ ասել քեզ что говорит հետևյալը։ моя армянская Библия. Ինչ է ասում ինձ իմ հայկական Աստվածաշունչը։ Она говорит, Այն ասում է. разве упавшие не встают? Միթե ընկածները չեն բարձրանում։ Разве своротившие дороги не возвращаются? Միթե ճանապարհից շեղվածները հետ չեն վերադառնում։ Господи, Տեր, а если моего сына или дочь уже сатана похитил? բայց եթե իմ որդուն կամ դստերը սատանան գողացել է, Армянская Библия говорит, հայկական Աստվածաշունչն ասում է, так говорит Господь. այսպես է ասում Տերը. Я возьму Ես կվերցնեմ, людей из пасти тирана. որ այդ գիշատիչի Вытащу
Բերանից ես կքաշեմ մարդկանց и спасет. եւ կփրկեմ։ Ибо Он спаситель всех человеков, Որովհետեւ բոլոր մարդկության փրկիչը նա է а наипаче верных. եւ որքան առավել А наипаче верных. հավատարիմների Я փրկիչն подхожу է к նա։ концу. Ես մոտենում եմ ավարտին։ Дух Святой говорит сегодня тебе Սուրբ Հոգին այսօր քեզ ասում է. через слово, которое записано в армянской Библии. Այն խոսքով, որը գրված է հայկական Աստվածաշնչում։ Советую тебе Խորհուրդ եմ տալիս քեզ, помазать глаза свои դեղ դնես քո աչքերին, глазною мазью, հատուկ դեղ աչքերի դեղ դնես, чтобы видеть. քսուկ դնես, որպեսզի տեսնես։ Ты видишь, Դու տեսնում но ես, почему-то негативные. բայց չգիտես ինչու бացասական Почему-то բաներ ты ես не видишь տեսնում։ позитивные. Ինչու дու չես տեսնում դրականը։ Поэтому Бог предлагает тебе глазную мазь. Եվ դրա համար Աստված քեզ աչքի դեղ է Господи, առաջարկում։ а где ее купить? Ասում է, Տեր, որտեղից գնեմ։ А он говорит, она есть в армянской Библии. Ասում է, հայկական Աստվածաշնչում կա այդ աչքի դեղը։ Псалом 18, 19-րդ Սաղմոսը, 9 стих. 9-րդ Это խոսքը։ армянская Библия говорит. Հայկական Если ты не веришь, Աստվածաշունչն է я ասում։ верю ей. Եթե դու Я չես верю ей. հավատում, ես եմ Там ответ, հավատում։ там ответ. Այնտեղ կա պատասխան, И там написано, եւ այնտեղ գրված է. заповедь Господа Տիրոջ պատվիրանքները 19:8 светла. լուսավորում են, Она просвещает очи. աչքերը լուսավորում են։ Она просвещает очи. Տիրոջ պատվիրանները լուսավորում են աչքերը, И ты եւ видишь դու поддержку с неба. տեսնում ես աջակցություն եւ օգնություն երկնքից։ Поэтому обрати внимание. Դրա համար ուշադրություն Был такой դարձրու։ человек. Մի այսպիսի մարդ կար, Это был Савл. Սավուղը, Он шел в Дамаск, նա գնում էր Դամասկոս, чтобы делать свои дела. որպեսզի իր գործերն անի, Но вдруг на дороге բայց հանկարծ его ճանապարհին осиял великий свет. մեծ լույսը պատեց И он նրան, упал на землю. եւ նա վայր ընկավ И գետնին, вдруг слышит голос. եւ հանկարծ ձայն лսեց. Савл, Савл, Սավուղ, Սավուղ, что ты гонишь меня? ինչու ես ինձ հալածում։ Кто ты, Господи? Ով ես դու Տեր։ Я знаю Бога Саваофа. Ես Տեր Я Սավաոթն знаю եմ։ Бога Израиля. Ես Իսրայելի А Աստված кто ты такой? ասուն գիտեմ դու ով ես։ Я Иисус, Ես Հիսուսն եմ, которого ты гонишь. որին դու հալածում ես։ Иди в Дамаск, Գնա Դամասկոս и тебе будет сказано. եւ քեզ կասվի И вот один человек եւ մի մարդ по имени Анания. Անանիա անունով Дух Святой ему говорит, Սուրբ Հոգին նրան ասաց. иди Գնա по улице прямой, ուղիղ կոչված փողոցը, найдешь дом. կգտնես մի տուն, Там есть один человек. այնտեղ մի մարդ կա։ Он молится. Նա աղոթում է, Он мой избранный сосуд. նա իմ ընտրյալ անոթն է, Но покрывало на глазах. բայց իր աչքերում քող կա։ Послушай, Լսիր, ты долго молишься. դու երկար ժամանակ է И որ год, и աղոթում два, и ես։ три, и больше. 2-3 տարի Тебя Бог избрал. Աստված քեզ ընտրել է, Но какой ты покрывало? բայց ինչ որ ծածկոց կա, Какой ты покрывало? ինչ որ Не ծածկոց видишь կա, ответа. որ դու պատասխան Не չես видишь տեսնում, прорыва. դու ճեղքում չես տեսնում, Тебе нужна молитва. դու պիտի աղոթես։ И она не пришел. Եվ Անանյան գնաց И возложил на него руки. եւ ձեռք դրեց Սավուղի И в վրա одно мгновение եւ մեկ ակնթարթում он прозрел. նրա աչքերը У բացվեցին։ нас будет две молитвы. Մենք կունենանք երկու աղոթ, У нас будет две молитвы. երկու աղոթ կունենանք։ Первое. Առաջինը, Я сегодня приехал с пастором. ես այսօր եկել եմ Հովվի հետ։ Мы посетили вашу церковь. Մենք եկել այցելել ենք ձեր եկեղեցին, Но у нас есть свои служения. բայց մենք ունենք մեր У нас ծառայությունները։ прекрасные жены. Մենք ունենք հրաշալի У կանայք։ меня чудесная жена, Ես ունեմ հրաշալի կին, которая подарила мне прекрасных сыновей, дочерей. 5 детей мы имеем. որ ես ունեմ 5 երեխաներ, У հրաշալի меня տղաներ, 8 внуков. աղջիկներ։ Ես ունեմ 8 թոռներ։ Они нас ждут. Նրանք սպասում Мы են сегодня մեզ, здесь, բայց մենք այսօր чтобы сказать այստեղ ենք, тебе, что Бог любит тебя. որ եկել ենք ասելու, որ Աստված քեզ Что Он սիրում хочет է։ спасти тебя. Ուզում է քեզ փրկել։ Есть у нас сегодня люди, Արդյոք կան այսօր այստեղ մարդիկ, которые пришли первый раз сегодня. որոնք առաջին անգամ են եկել։ И, возможно, долго ходите на собрание. Եվ գուցե երկար ժամանակ է գալիս ես Но еще свое եկել։ сердце не отдали Բայց դեռ Иисусу. քո սիրտը չես տվել Աստծուն։ Так, Սենց էլի տատանվում ես։ я хочу за вас помолиться. Ուզում եմ ձեզ համար Есть такие աղոթել։ люди, поднимите руки, будьте Կան смелы. այսպիսի մարդիկ, որոնք Есть, առաջին которые еще не անգամ են, приняли Иисуса. որոնք դեռ Вот первый раз Հիսուսին չեն пришли ընդունել։ сегодня. А? Առաջին Есть անգամ են такие? եկել։ Вот мама Джан. Спасибо, хорошо. Մի Кто հոգի, еще? Էլով կա։
Вот, спасибо, я вижу смелый. Кто-то еще? Somebody else? Будьте смелы, ребята. Էլի կա ինչ որ Я մեկը։ сегодня потратил время, деньги, Համարձակ приехать, եղել, ես чтобы вам пожать ժամանակ руки, чтобы за вас помолиться. Ժամանակ եմ ծախսել, փող եմ ծախսել, եկել եմ այստեղ, որ ձեզ համար աղոթեմ։ Все нормально? Хорошо, вы, спасибо. Շատ լավ։ Спасибо. А я хочу с вами познакомиться. Ну-ка, давайте. Ուզում եմ ձեզ հետ Давайте все, ծանոթանալ։ пожалуйста, если кто-то может на пиано сыграть, пожалуйста, все поднимемся. Եկեք բոլորս կանգնենք։ Пожалуйста, пройдите, кто поднял руки, пройдите сюда. Я хочу с вами Ովքեր ձեր поближе բացացին, եկեք познакомиться. առաջ խնդրում։